Այս երեք կենդանակերպի նշանները 2026 թվականի ապրիլի 4-ին կունենան հատկապես բախտավոր օր։ Սա պարզապես օրացույցի ևս մեկ ամսաթիվ չէ, այսօրվա շուրջ տիրող էներգիան կարծես միտումնավոր է, գրեթե կազմակերպված անտեսանելի ձեռքի կողմից, կարծես ուժերը համընկնում են կուլիսներում ստեղծելու պահեր, որոնք չափազանց կատարյալ ժամանակին են, որպեսզի դրանք պատահականություն անվանվեն։ Հնարավորությունները կարող են հայտնվել ոչ մի տեղից, զրույցները կարող են անսպասելիորեն, բայց գեղեցիկ կերպով նոր շրջադարձ ստանալ։ Նույնիսկ ամենափոքր որոշումները կարող են հանգեցնել արդյունքների, որոնք թվում են տարօրինակ, նախապես որոշված։ Ապրիլի 4-ը հատկապես հզոր է օդում կախված հուզական պարզության պատճառով։ Վերջին լուսնային ակտիվության լարվածությունից հետո ամեն ինչ սկսում է հանդարտվել, բայց ոչ ձանձրալի կամ դանդաղ։ Ընդհակառակը, ամեն ինչ դառնում է ավելի սուր, ավելի ինտուիտիվ, ավելի ճշմարտացի։ Մարդիկ ավելի լավ են հասկանում, թե իրականում ինչ են ուզում, և ավելի կարևորը, թե ինչ են վերջապես պատրաստ ընդունել իրենց կյանքում։ Մեծամասնության համար սա նկատելի տեղաշարժ կլինի, սակայն մի քանի կենդանակերպի նշանների համար այսօրը կարող է թվալ որպես քայլ դեպի բոլորովին այլ իրականություն, այնպիսին, որտեղ ամեն ինչ ավելի հեշտ է հոսում, դռները բացվում են և կյանքն ինքնին կարծես սկսում է համագործակցել, այլ ոչ թե դիմադրել։ Եվ ոչ, ես չեմ խոսում բախտի մասին ամենասովորական իմաստով։ Սա այն բախտն է, որը անձնական է թվում։ Այնպիսին, որը գալիս է հենց այն ժամանակ, երբ թեզ անհրաժեշտ էր նշան, որ ամեն ինչ վերջապես սկսում է թեքվել ձեր օգտին։ Հատկապես 3 կենդանակերպի նշանների համար 2026 թվականի ապրիլի 4-ը ոչ միայն լավ օր կլինի, այլև կարող է անմոռանալի լինել։ Խեցգետին Խեցգետինը 2026 թվականի ապրիլի 4-ի ակնհայտ ֆավորիտներից մեկն է։ Այսօրվա հուզական մթնոլորտը զարմանալիորեն մեղմորեն աջակցում է խեցգետիններին, և սա կարևոր է, քանի որ այս նշանը չի ծաղկում այն միայն աղմուկի և իրարանցության վրա։ Խեցգետինը ծաղկում է այնտեղ, որտեղ հարգվում է ինտուիցիան, հարգվում են զգայարանների ներքին ռիթմները, և որտեղ կյանքն առաջարկում է ինչ-որ իսկական բան։ Սա է հենց այն, ինչ առաջարկում է այս ամսաթիվը։ Կա ջերմություն, ընկալունակություն և զգացողություն, որ տիեզերքը բացում է ավելի մեղմ ճանապարհ առաջ, այլ ոչ թե փորձում է ամեն ինչ պարտադրել պայքարի միջոցով։ Խեցգետնի բախտի մեծ մասը բխում է այն փաստից, որ օրը նպաստում է և ոգեշնչմանը, և հաճույքին։ Սա պարզապես արդյունավետ օր չէ, այն կարող է շատ լավ լինել հերչանիք օր։ Խեցգետինը կարող է ավելի խաղաղ, ավելի արտահայտիչ, ավելի ռոմանտիկ կամ պարզապես ավելի պատրաստ լինել այոս ասելու այն բանին, որը իսկապես սնում է հոգին։ Կարիճ Կարիճը ևս մեկ նշան է, որը ունի անսովորաբար հզոր ներուժով բախտավոր օրվա համար 2026 թվականի ապրիլի 4-ին, և պատճառը մի մասը շատ պարզ է։ Այս օրվա հուզական և էներգետիկ տոնը խոսում է կարիճի մայրենի լեզվով։ Այստեղ հզոր աջակցություն են ստանում խորությունը, բնազդերը, ներքին վստահությունը, հուզական ճշմարտությունը, ճշգրիտ ժամանակին և մագնեսական ինքնագիտակցությունը։ Սա մակերեսային էներգիա չէ, և կարիճը սովորաբար իր լավագույն վիճակում է, երբ օրը ունի շերտեր և թաքնված խորություն։ Տվեք կարիճին չափազանց հարթ մի բան, և նա կդիտարկի այն որպես անձնական վիրավորանք։ Տվեք նրանց խորություն, և նրանք կդառնան գրեթե անկասելի։ Ձկներ Ձկները երրորդ նշանն է, որը հավանականությամբ կունենա հատկապես բարենպաստ օր 2026 թվականի ապրիլի 4-ին, և նրանց համար սա կարող է զարմանալիորեն բնական թվալ։ Օրը նպաստում է երևակայության, զգացմունքի, ոգեշնչման, և դրանց բոլորին էլ իրենց ռեպերտուարի մաս են կազմում ձկները։ Սակայն ի տարբերություն որոշ երազանքի օրերի, երբ ձկները պարզապես լվում են պոեզիայի և չվճարված հաշիվների միջև, այս էներգիան բավարար ձգողություն է ապահովում կախարդությունը օգտակար դարձնելու համար։ Ոգեշնչությունը կարող է վերածվել շարժման, զգացմունքը կարող է դառնալ պլան, ներքին ազդակը կարող է դառնալ ինչ-որ իրական բանի սկիզբ։ Ձկները մեծապես օգտվում են այսօրվա հուզական ինտելեկտից։ Ինտուիցիայի հասանելիությունը դառնում է ավելի լայն, բայց նաև ավելի հեշտ է արտահայտել դա։ Սա նշանակում է, որ ձկները ոչ միայն կարող են զգալ, թե ինչ է կատարվում մակերեսի տակով, այլև հասկանալ, թե ինչպես հաղորդագրել դրան, ինչպես արձագանքել դրան և ինչպես օգտվել դրանից։ Ամփոփում և եզրափակիչ խոսքեր։
2026 թվականի ապրիլի 4-ը բերում է հազվագյուտ տեսակի բախտ։ Այս էներգիան հուզականորեն հարուստ է, ինտուիտիվորեն սուր է և ընդհանրորեն աջակցում է նրանց, ովքեր լավագույնս համահունչվում են դրան։ Սա դատարկոր չէ կառուցված պարզապես գովազդի վրա։ Այն ունի խորություն, այն ունի պահի զգացողություն, այն ունի ներքին գիտելիքը շոշափելի գործողություններ վերածելու։ Ահա թե ինչու են խեցգետինը, կարիճը և ձկները առավելապես գերազանցում այս օրեր։ Խեցգետինը աջակցություն է գտնում ուրախության, հուզական բացության և այն զգացողության, որ կյանքը վերջապես մեղմանում է հենց ճիշտ տեղերում։ Կարիճը դա գտնում է վստահության, մագնեսականության և այն ուժի, որը գալիս է հստակ տեսնելու և ճշգրիտ գործելուց։ Ձկները դա գտնում են ոգեշնչության, հոսքի, կապի և այն յուրաքանչյուր տեսակի նորությունների կամ զրույցների, որոնք կարող են փոխել ամբողջ ներքին մթնոլորտը։ Այս 3 նշաններից յուրաքանչյուրը յուրովի է ընդունում բախտը, բայց 3-ն էլ հատկապես համահունչվում են այսօրվա սրտառուց իմաստին։ Այսպես, եթե դուք այս նշաններից մեկն եք, մի երազեք ապրիլի 4-ի մասին, ներկա եղեք, վստահեք ձեր բնազդերին, ասեք ձեր խոսքը, երբ դրանք հասուն են, շարժվեք, երբ հայտնվում է հատված։ Երբեմն բախտավոր օրը ոչինչ չի փոխում, իսկ երբեմն փոխում է ամեն ինչ։ Տարբերությունը հաճախ միայն նրանում է, թե արդյոք դուք նկատել եք բոլորությունը հենց այն պահին, երբ այն ժամանած։